Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ էքսկլյուզիվ, անկրկնելի, մոգական աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերհզոր, բայց միաժամանակ շատ պարզ, հասանելի, զանազան մոգական այողակարգեր, մախոսություններ, հնարքներ, որոնք օգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել շատ ավելի երջանիկ, ներդաշնակ եւ բարեկեցիկ կյանքով։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ այժմ մեզ մոտ արդեն իսկ սկսվել է Մարող լուսինը, այսինքն 2026 թվականի այժմ այսօր հենց հուլիսի 30-ն է եւ այսօր Մարող լուսնի առաջին օրն է եւ շատ բարենպաստ ժամանակահատված է մեր կյանքի զանազան բացասական երևույթները, բացասական էներգիաները, բացասական զարգացումները, տհաճ զարգացումները հեռացնելու համար։ Եվ այս արարողակարգը պետք է սկսել հենց այսօր, այսինքն Մարող լուսնի առաջին օրը, եւ այն 7 օր շարունակվում է, 8-րդ օրը արդեն այրում եք դափնու տերևները։ Ինչ է անում այս արարողակարգը։ Այս արարողակարգը դափնու տերևներով, սիրելի բարեկամներ։ Ես գիտեմ, որ շատ եք սիրում դափնու տերևներով իմ արարողակարգերը։ Ուրեմն ինչ է անում։ Բացասական էներգիան ձեր տանից հեռացնում է։ Շատ հաճախակի լինում են այդպիսի դեպքեր, երբ դուք դրսում ձեզ շատ լավ եք զգում, էներգիայով լի, վերադառնում եք տուն, արդեն միանգամից սպառված եք ձեզ զգում, որևիցե բան չեք ցանկանում անել, միայն պառկել եւ հանգստանալ։ Այս արարողակարգը կօգնի ազատագրել ձեր տունը ցանկացած բացասական ազդեցությունից, այդ թվում նաև հիվանդության էներգիայից, ֆինանսական խնդիրներից, վեճերի էներգետիկա, այսինքն շատ հաճախակի լինում է այդպես, եթե տանը կուտակվել են ու ժամանակի ընթացքում դա անխուսափելիորեն կուտակվում է այդ բացասական էներգիան, քանի որ դուք հաղորդակցում եք օրվա ընթացքում տարբեր մարդկանց հետ, նաև ձեր տուն գալիս են տարբեր մարդիկ եւ բերում են իրենց բացասական, ոչ միայն դրական, այլև բացասական ազդեցություններ, այնպես որ մշտապես տանը կուտակվում է այդ էներգիան, էլ չեմ ասում, եթե կան ձեր ճուզողներ կա ունեք, որոնք իհարկե թուղթ ու գրեր են անում, բաժանության գրեր են անում, չգիտեմ, տարբեր վատ ինչ որ նավսում են եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ամենը իհարկե ժամանակի ընթացքում մեր տանը կուտակվում է եւ հաճախակի են, երբեմն հաճախակի են դառնում վեճերը, կոնֆլիկտներ ընտանիքում, դատարկ տեղում որևիցե պատճառ չկա, որևիցե խնդիր անգամ չկա, բայց շոնն ու կատվի պես sense անդադ վիճում են ամուսիններով եւ այլն, դա իհարկե բոլորը 99%-ով բացասական այդ ազդեցությունների հետևանքն է, որպեսզի այդ էներգիան ձեր տնից հեռացնել, որպեսզի վերականգնել ներդաշնակությունը, ֆինանսական հաջողությունը, առողջությունը, որտեղ շատ հաճախ այդ էներգիան բացասական անդրադառնում է նաև ձեր եւ ձեր բալիկների առողջության վրա, երբեմն այսպես անդադ գալիս են ինձ եւ ասում են անընդհատ հիվանդ է երեխաս, անդադ ասեն կամ մայրս է հիվանդ կամ ինչ որ մեկը լավանում է, անդադ մյուսը հիվանում է, այդ ամենը հենց այդ բացասական ազդեցությունների հետևանքն է, սիրելի բարեկամներ, եւ որպեսզի ձերբազատվել այդ ամենից, այսօր երեկոյան, այսինքն հուլիսի 30-ի երեկոյան պետք է սկսել, նու եթե այսօր երեկոյան չհասցնեք, ապա հաջորդ Մարող լուսնի արդեն առաջին օրը կանեք, դա կլինի օգոստոսի 29-ը 2026 թվականի, եթե այլ ամիսներ, այլ տարիներ դիտեք այս վիզիոն եւ ցանկանաք կատարել այս արարողակարգը, ու շատ պարզ է, շատ մատչելի է, այնպես որ ասում եմ որևիցե բարդություն որևիցե մեկի մոտ չի առաջացնի եւ անպայման կկատարեք։ Դա իհարկե արդեն
կամ Facebook-յան էջս պետք է հետևեք եւ կամ էլ այս վիդեոյի տակ նկարագրության մեջ նաեւ կա իմ կայքի հղումը, որտեղ ներկայացված է լուսնային օրացույցը ամեն ամիս, կարող եք նայել, տեղեկանալ երբ է նորալուսինը, երբ է աճող լուսինը, երբ է լիալուսինը, մարող լուսինը եւ այլն, առասարակ բոլոր օրերը կան եւ բոլոր օրերի դրական եւ բացասական նպաստավոր եւ աննպաստ ժամերը նույնպես ներկայացված են, շատ հետաքրքիր օրացույցը, եթե չեք դիտել կայքս անպայման դիտեք եւ այսպես այսօր երեկոյան, այսինքն այսօր ասելով հուլիսի 30-ի առաջին օրը մարող լուսնի երեկոյան, երբ արդեն արևը մայր մտնի, վերցնում եք երկու-երեք դափնու տերև, աշխատեք, որ դափնու տերևները լինեն ամբողջական, այսպես թռած ծայրեր չունես, ինքը ամբողջական լինեն, թռած չլինի կողքը կամ այս վերևի մասերը, վերցնում եւ փաթաթում եք անձեռոցիկի մեջ, ցանկացած անձեռոցիկի մեջ կարող եք վերցնել եւ այսպես, սա էլ հանգեց, այսպես փաթաթում եք դափնու տերևներ, այսպես իրար վրա դնում եւ փաթաթում եք, այնուհետև դափնու տերևներով փաթեթը դնում եք ձեր դռան մոտ, աջ կողմից, ձախ կողմից, թե որտեղ դա նշանակություն չունի, դե իհարկե այս շեմի տակ այդ փոքր գորգի վրա մի դրեք, որովհետև դափնու տերևները կկոտրվեն, դուք կարող եք նաև դռան վերևը կախել այս փաթեթը դափնու տերևներով եւ դրանով իսկ ինձ թվում է շատ ավելի արդյունավետ կլինի, եթե դռան վերևը կախեք, որ բոլոր բացասական այսպես ազդեցությունները կլանի իր մեջ, այսինքն եկող գնացողի բացասական էներգիաները նույնպես կկլանի այդ դեպքում։ Եվ 7 օր շարունակ, սիրելի բարեկամներ, այսպես պետք է մնա ձեր շեմի մոտ կամ ձեր դռան վերևում այս դափնու տերևներով փաթեթը։ 8-րդ օրը դուրս է գալիս մի տեղ, չգիտեմ, ցանկալի ամայի վայր գտնեք եւ վառում եք այս փաթեթը, այսինքն թե անձեռոցիկը, թե դափնու տերևները պետք է այրվեն ամբողջությամբ, հենց որ կրակը բռնկվի, այսպես բոցավառվի, անմիջապես կարդում եք այն հմախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ նկարագրության մեջ, եւ 3 անգամ եք կարդում այդ հմախոսությունը, հմախոսության մեջ կլինեն փակագծեր եւ այնտեղ կասեք այն անունները, ձեր ընտանիքի անդամների անունները մեծից մինչև փոքր, ովքեր ապրում են, եթե դուք վարձով եք ապրում, դա նույնպես կարող է կատարել այս արարողակարգը ոչ մի խնդիր, որտեվ դա ի վերջո ձեր կենսական տարածքն է եւ դուք նույնպես կարիք ունեք բարբերաբար ազատագրվելու բացասական ազդեցություններից։ Այնուհետև բարձրանում եք տուն եւ գոնե 1 րոպե ձեռքերը պահում հոսող ջրի տակ, որպեսզի ձեր ձեռքերից այսպես լվացվի, անցնի, վերանա այս բացասական էներգիան, որը իր մեջ հավաքել էին դափնու տերևները, կախված մնալով ձեր դռան վերևը կամ շեմի մոտ 7 օր շարունակ դրված լինելով։ Այս արարողակարգը, սիրելի բարեկամներ, կարող եք կատարել նաև կանխարգելիչ նպատակներով, այսինքն որպեսզի հանկարծ նորից վեճեր չլինեն, ֆինանսական խնդիրներ տանը չեն եւ այլն, նաև կանխարգելիչ նպատակներով կարող եք կատարել տարին ընդամենը 4 անգամ, այնպես որ եթե հասցնեք այսօր, իհարկե կլինի շատ իդեալական, ինչու եմ ասում, որովհետև մեզ մոտ գիտեք, որ օգոստոսին բացվում են խավարումների գարնանային միջանցքը եւ իհարկե այդ ընթացքում շատ ծանր բացասական էներգետիկ ազդեցություններ են հնարավոր, պես որ նույնպես կարող եք կանխարգելել այս արարողակարգով այդ խավարման միջանցքի բացասական ազդեցությունները։
Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման հասցրեք եւ կատարեք այս պարս արարողակարգը, մակրոարարողակարգը դափնու տերևներով, անպայման բաժանորդագրվեք աստրոմագիա եւ թալիսմաններ իմ այս մոգական YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ երկրորդ YouTube-յան ալիքին, որտեղ նույնպես ես ամեն ամիս ներկայացնում եմ ամսվա կանխատեսումներում ներկայացնում եմ լուսնի փուլերը, նաև հետևեք ինձ Facebook-ում, TikTok-ում, Telegram-ում, Instagram-ում, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարի, կհանդիպենք, ցտեսություն։